Պատգամը, որի մասին սիրելի եղբայրներս եւ քույրերս, ուզում եմ այս առավոտ կիսվել ձեզ հետ, ունի այս վերնագիրը. հաղորդությունը արարողություն չէ։ Թեկուզ շատերը կարծում են, որ հաղորդությունը դա արարողություն է։ Հաղորդությունը ոչ արարողություն է, հաղորդությունը ոչ էլ ծես է։ Հաղորդությունը ոչ էլ ավանդույթ է, ապա ինչ է։ Կմնաս ինձ հետ, որ իմանաս հաղորդությունն ինչ է, շատ լավ։ Այստեղ շատ կարևոր մի բան եմ ուզում, գաղտնի մի բան եմ ուզում քեզ ասել, որ այսօրվա ծառայությունը այստեղ նստած ցանկացած մեկից ուշադրություն է ուզելու, որովհետև ես ընթացքում մի հատ հարց եմ տալու, որը կապված է լինելու քո ուշադիր լսելու հետ։ Ուզում եմ, որ անցաշաբաթ ոնց որ տունը բանը թողնում ենք, ամեն ինչը տրամադրվում ենք այստեղ, այո, լսելու, առնելու, որովհետև այսօր ես խոսելու եմ հաղորդության մասին։ Ինչ ես տեսնում այստեղ դրված։ Հաղորդության սեղանը։ Պատրաստված է հաղորդություն, որից մենք ուրեմն կօգտվենք ծառայության վերջում։ Բայց մինչև օգտվելը, եթե ես իջնեմ բարձրախոսը ինձ հետ եւ հարցնեմ որևէ 3 հոգու կամ 4, հարցնեմ ինչ է հաղորդությունը, ինչպես ես դա արեցի, երբ որ փետրվար ամսին տնային խմբակները բացվում էին եւ ես հարցրեցի, այտենց մի հատ տնային խմբակում խոսակցություն գնաց, մենք չէինք պատրաստել այդ մասին խոսեինք, բայց գնաց խոսակցություն, որտեղից որտեղ Սուրբ Հոգին միջամտեց եւ խոսեցինք զատիկի մասին, ես զարմացա այդ նորերը, որոնք եկել էին ու որոնք կարծում են, որ այնքան բան գիտեն, որ կարիք չկա գալ եկեղեցի, ամեն ինչ ասեցին ինչ է զատիկը, բացի նրանից, թե ինչ է զատիկը։ Կարողացա բացատրեմ, ես ասացի, լավ, ուրեմն շատերի համար դեր զատիկը ձու է, փլավ է, կանաչի է, մեռնեմ աստուծորությանն է, զատիկը չգիտեմ ինչ է, երբ որ ես ասացի, գիտեք, ասացի, Կորինթացիների թղթում գրված է, թե մեր զատիկը Քրիստոսն է, որ մորթվեց մեզ համար, ասաց, ոչ, ոտոց բառեր մի ասա, ես մորթվել լավ չանիր, որ ասացի, սիրուն բառ չէր, ասացի, բայց այդպես գրված է Աստծո խոսքում։ Ինչու եմ ես ասում, որ եթե հիմա հարցնեմ ինչ է հաղորդությունը, չգիտեմ կկարողանամ արդյոք աստվածաշնչյան պարզ պատասխան լսել, հաղորդությունը հիմա կասես, դա գինին է, դա մարմինն է, դա մենք պետք է վերցնենք, որովհետև այսպես գրված է Սուրբ գրքում, բայց միթե գաղափարը ինչ է, հաղորդություն հենց դա էր։ Գինին է, հացն է, ինչ է հաղորդությունը, ես հարց եմ տալու, այս պատգամի մեջ անպայման դու լսելու ես ինչ է հաղորդությունը, դրա համար ուզում եմ, որ դու ուշադիր լինես, ինձ կներեք, բայց ես ձեզ հարց տալու եմ ամենայն դեպս, այո, որովհետև ես ուզում եմ, որ դու արթուն մնաս, ես ուզում եմ, որ դու արժեքավորես այն օրը, այն ժամը, որ դու գալիս ես եկեղեցի և գալիս ես, որ այստեղից սնվես, գիտեք ամենակարևորը եկեղեցի գալու ինչն է, կերակրվել, որ դու տուն գնաս կերակրված, որ դու տուն գնաս լցված, որ զգաս, որ այդ խոսքը աշխատեց քո մեջ։ Ես ավելին քան հավատում եմ, որ այս խոսքն աշխատելու է յուրաքանչյուրի մեջ։ Եվ այսպեսով խոսելու ենք հաղորդության մասին։ Առաջին համարը, որ կզեմ կարդամ Գործք առաքելոցից մի համար է, լավ, եթե հնարավոր է մեծացնենք, եթե չէ, ես կշրջվեմ մյուս էկրանից կնայեմ։ Ալելույա, շատ լավ։ Եվ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը, առաքյալների վարդապետությանը եւ հաղորդությանը, հացի կտրելուն, աղոթքներին, 46 խոսքում գրված է Գործք առաքելոցի նորից նույն երկրորդ գլխի, ամեն օր միաբանությամբ տաճարում էին լինում, հաց էին կտրում տներումը եւ ուրախությամբ ու սրտի միամտությամբ կերակուր էին ուտում, Աստծուն օրհնում էին եւ բոլոր ժողովրդի առաջ շնորհք ունեին եւ Տերը ամեն օր փրկվածներին ավելացնում էր եկեղեցու հետ։ Սա գրված է այն գրքում, որը կոչվում է Գործք առաքելոց, եւ սա այնտեղն է, երբ արդեն Տեր Հիսուսը համբարձվել էր երկինք, երբ արդեն Պենտեկոստները սկսվել եւ բարձացել էր նոր կտակարանյան առաջին եկեղեցին, որը հիմնադրում էին առաքյալները։ Քեզ հետաքրքիր է բնօրինակը եկեղեցիների, որտեղ է գրված Գործք առաքելոցում, այստեղ, երբ Պենտեկոստեն սկսվել, եկեղեցին հիշի, ծնունդ է առել Քրիստոսի Պենտեկոստեից։ Ամեն Պենտեկոստեի օրից հետո, ամեն, և այստեղ եկեղեցու ինչ-որ մի պատկեր է ցույց տալի, և ես ուզում եմ մի հարց տամ քեզ, որ գտնում ես արդյոք, որ հաղորդությունը դա պարտադիր պատվեր է, գտնում ես դա պարտադիր է, թե ես հաղորդությունը կարող եմ, այս կիրակի էլ բաց թողեմ, անցյալ ամիս է, մյուս ամիս էլ հաղորդությունը էլի, հիմա ինչ կա սրա մեջ, կարամ հանգիստ բաց թողեմ։ Ուզում եմ որպեսզի ֆիքսես քո մոտ, որ հաղորդությունն այո պարտադիր պատվեր է, որտեղ է այդ պատվերի մասին գրված, եք միասին նայենք Կորինթացիների թուղթ, որի մասին կարծես Հիսուսի անունից է խոսում Պողոս առաքյալը։ Նայեք,
Սա Պողոսն է գրել այս թուղթը, գրել է Կորինթացիներին եւ ուղերձում օգտագործել է հետեւյալ բառը. այսպես էլ ընթրիքը ավարտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը, այս արեք, ուշադրություն, այս արեք, սա պատվեր է։ Այո, սա պատվեր է, պատվիրանն ուրիշ բան է, պատվերն ուրիշ բան է։ Այս արեք, քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար։ Բայց ասեց այս արեք, Պողոսը չի տեսել Հիսուսին, բայց Պողոսը սա վերցրել է Հիսուսից եւ Հիսուսը իրեն սովորեցրել է, որ եկեղեցիներում սա կդնես, ինչպես այսօր այստեղ, ասում է այս արեք, այսինքն դա պատվեր է։ Քանի մարդ ընդունեց, որ սա պատվեր է, այս արեք, պիտի ուտենք, պիտի խմեք Տիրոջ մարմինը, քանի անգամ ուտեք եւ խմեք, հիշեք նրա մահը։ Միջանկյալ ուզում եմ ասեմ, այս մասին չեմ ուզում խոսել, բայց միջանկյալ մեկ նախադասությունով ուզում եմ ասեմ, այստեղ շատերն ասում են, բայց ասում է իմ հիշատակի համար, այսինքն ինչպես մի անգամ մի հոգեվոր եղբայր բերկացավ ասեց, քարոզիչ Տեր իրանորդի շատ լավ եղբայր էր, դրա համար ինձ սխալ բան որ ասում էր, մենք ցաղս անցկացնում ենք մեր ականջներով, ասում ենք դե լավ հիմա ասեց, վերկացավ ասեց, քարոզիչ, տնային խմբակի ավակ, բեմից խոսացող եղբայր հոգեգալստականը, ասում էր խեղճ տղա ни за что մեռավ։ Քարոզում է Քրիստոսի մասին, ով մեռել է մեր մեղքերի համար, ասում եմ ни за что, հենց այնց մեռավ ասում, ափսոս ասում խեղճ տղան հենց այնց մեռավ։ Հիսուսը հենց այնց է մեռել։ Այս արեք ասեց ամեն անգամ հիշելու ոչ թե որ ես մեռա, այլ մեռա եւ հարություն առա։ Ամեն։ Սա շատ կարեւոր է ֆիքսել։ Սա շատ կարեւոր է։ Այո։ Եվ ուզում եմ մեկ բան ավելացնել, ինչպես այն պատվեր է, այնպես էլ պատասխանատվության մեջ է հավատացյալների անպայման մասնակից լինել դու առաջին անգամ միգուցե այսօր այստեղ, թեկուզ շատ անգամներ հաղորդության մասին խոսել եմ ես, բայց այսօր խոսելու եմ մեկ այլ տեսանկյունից, որ հնարավոր է այստեղ նստածները լսեն առաջին անգամ։ Հաշվի առնելով այն, որ եկեղեցուն մոտեցել են միացել նոր մարդիկ, ես ուզում եմ որպեսզի դուք իմանաք այս եկեղեցու համար ինչ է նշանակում հաղորդություն։ Սա շատ կարևոր թեմա է։ Գիտեք, որ հաղորդությունը քրիստոնեական վարդապետության մեջ է մտնում։ Սա վարդապետական թեմաներից մեկն է, շատ կարևոր, այնքան կարևոր, որ ինչը վարդապետությունը պետք է անպայման իմանալ։ Այո, ուրեմն հավատացյալի պատասխանատվություններից նաև մեկն է հաղորդություն ընդունելը ինքն էլ միշտ։ Հովհաննես ավետարանից մի հատված ենք նայելու, որտեղից էլ զարգանալու է մեր այսօրվա պատգամը։ Հովհաննես ավետարան 6-րդ գլուխ 53-ից 56-ը այնքան հրաշալի տունը աշխատելու թեմաներ կան, այնքան հրաշալի համարներ կան, անպայման ֆիքսեք դրանք։ Գրված է. հրեաներն իրար հետ կռվում էին եւ ասում. Սա ինչպես կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար։ Հիսուսն ասեց. պիտի ուտեք, ես եմ հացը, ես եմ եկած երկնքից հացը, պիտի ուտեք, բան հրեան, տեսեք ինչ աստիճան փակ է եղել իրանց միտքը, որ զարմացել են, այս ինչ կանիբալիզմ է քարոզում Հիսուսը։ Ասում է ինձ պիտի ուտեք, ինձ պիտի խմեք։ Ոյ, այս ինչ բան է։ Բայց ասում ենք, էսի տարօրինակ մարդ ասում եք, չէ։ Ասում է ինձ պիտի ուտեք, իմ մարմինը պիտի խմեք, իմ մարմինը ուտեք, արյունը խմեք։ Ինչ ինչ բան է։ Ասացին, այդ ո՞նց է ուտելու քեզի։ Բայց կերան են էլի։ Ուրեմն հրեաները իրար հետ կռվում էին եւ ասում էին. Սա ինչպես կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար։ Հիսուսն նրանց ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի որդու մարմինը չուտեք ու նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերումը։ Իմ մարմինը ուտողը եւ իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի։ Եվ ես հետին օրերում կհարուցանեմ նրան, որովհետեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուրն է եւ իմ արյունը ճշմարիտ խմելիքն է, եւ բոլորն ասացին ամեն։ Ամեն։ Էկրանին թող մնա այս համարը, որովհետև ուզում եմ այստեղ հարց տամ, քանի տեղ նշված է ուտեք խմեք, ուշադիր նայի էկրանին, գրված է էկրանի վրա, մեկ տեղ է նշված, երկու տեղ է նշված, իմ մարմինը ուտողը եւ խմողը, ու եթե չուտեք ու եթե չխմեք, սա ինչ է նշանակում։ Հրեական մշակույթի մեջ այսպիսի մի բան կար, եթե մի բանը Հիսուսը, մեկ ոչ թե մենակ Հիսուսը, այլ ընդհանրապես, եթե մի բանը ասվում էր, ճշմարիտ եմ ասում, քանի մարդ է կարդացել ավետարանում այս խոսքի հետ հանդիպել է, ճշմարիտ եմ ասում, շատ տեղեր է Հիսուսը ասել, ու դու չես մտածել, ասեն կարելի էր ասել ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ պարտադիր էր ճշմարիտը երկու անգամ ասել։ Ինչ պարտադիր է հաստատ որտեղ դա իրանց մշակույթի մեջ կա։ Դարեր անցան եւ ճշմարիտ եմ ասում ճշմարիտ մշակվեց ժամանակակից աշխարհում դա դարավ այսպես հորս արև։ Ով ասում է հորս արև մտածում ես ախր հորը գերեզման է, պապայիս գերեզման, մամայիս գերեզման,
մի խոսքով հորս սարև, մորս սարև եւ այլն, ու դու մտածում ես հալավելի։ Սուտ է ասում, հալավ մարդը ասում է հորս սարև։ Այսինքն ճշմարիտը դա գերադրական այն աստիճաններ ապացուցելու, թե ես ճիշտ եմ ասում, ինչ որ ասում եմ։ Հիմա Հիսուսն ասում է, կրկնում եմ երկու անգամ միևնույն փոքրիկ կոնտեքստի մեջ, իմ մարմինն ուտողն ու խմողը, ու եթե չուտի ու չխմի, իմ մարմինն ուտողն ու խմողը, ու եթե չուտի ու չխմի, մի փոքրիկ կոնտեքստի մեջ երկու անգամ կրկնում է, նշանակում է ուշադրության արժանի նախադասություն է։ Սակայն ես այսօր այս փուճուրի կտորը քանդել եմ, բաժանել 3 մասերի, մի քանի մասերի, ավելի ճիշտ, որպեսզի կարողանանք հասկանանք, կարելի է արդյոք այս մեկ փոքրիկ կոնտեքստի մեջ քո հավիտենական կյանքի համար արժանի դասվեք ալես կարելի է։ Շատ լավ։ Գնանք առաջ։ Չգիտեմ քանի մարդ ինձ հետ համաձայն է, որ հոգևոր առողջ, ես խոսում եմ հոգևոր առողջ մարդի մասին, որտեղ այսօր բոլորը իրանց հավատացյալ են կարծում, այսօր որևէ մեկին ուզում ես ավետարանը վկայես, ասում ես որ հավատում էի դու որտեղ էիր, այսօր բոլորը կարող են գրել ղուրբանն եմ Աստծուն, մերրեմ Տիրոջ ջանին, այսպես փշակավոր սիրտդ լցվող խոսքեր եւ այլն, բայց այն որ նկար դրեցինք օրվա խոսքը, սկսած տան անդամներից մինչև վերջինին ատեն։ Մենք դրան հələ դեռ կանրադառնանք, ու այնպես կանրադառնանք։ Եվ այսպիսով հոգևոր առողջ մարդու համար անհրաժեշտ է մասնակցել հաղորդությանը։ Ինչու՞, որովհետև այն, լսիր, ուղղակիորեն արտացոլվում է քո հավիտենական կյանքի վրա։ Հաղորդությունը արտացոլվում է հավիտենական կյանքի վրա, ինչ լավ ես արել, որ եկել ես եկեղեցի այսօր։ Հաղորդությունը կարող է արտացոլվել իմ հավիտենական կյանքի վրա, այս կոնտեքստում ես տենց բան կարդացի։ Ինձանից ասեցի Հիսուսն է ասում։ Ամեն։ Եկ հիմա նայենք։ Առաջի բանը, որ այս կոնտեքստից ուզում ենք անենք, եթե մարդը հաղորդություն չընդունի, նա կյանք չի ունենա։ Հիսուսն այդպես ասեց։ Խնդրում եմ հետ վերադարձնել Հովհաննեսի նկարը։ Լսեք։ Հрьяաները որ կռվում էին, դա չեմ ուզում ասեմ, Հիսուսը որ ասեց հետևյալը։ Ասած ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ մարմինը եթե մարդու որդու մարմինը չուտեք եւ չխմեք, կյանք չեք ունենա ձեր անձերում։ Իմ մարմինն ուտողը եւ իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի։ Տեսնում եք, ինչ կապ ունի հաղորդությունը հավիտենական։ Երբևիցե այս տեսանկյունից կարդացել եք սա։ Երբևիցե մտածել եք, որ կարող է հաղորդությունը անմիջականորեն ազդել քո հավիտենական կյանքի վրա։ Հա։ Իմ նորից առաջի միտքն այն, եթե մարդը հաղորդություն չընդունի, Հիսուսն ասեց, դու կյանք չես ունենա։ Վստահ եմ անգամներ, որ դուք լսել եք այստեղ, ես ասել եմ, ամեն անգամ, եւ կրկնում եմ այսօր նորից, ամեն անգամ եւ կրկնում եմ նորից։ Ես հաղորդությունը համարում եմ տոն ինձ համար։ Հաղորդությունն ինձ համար տոն է։ Գիտեք, որովհետեւ ես Աստծո խոսքից մի բան եմ վերցրել։ Եթե ուտես եւ խմես ինձ, դու այս կյանք կունենաս, ինչա նշանակում։ Տարիներդ երկար կապրեն, Գինեսի գրքում քեզի կգրեն, որ դու 100, 104, 110 անցար, թե ինչ կյանքի մասին է։ Հիսուսն ասեց, եթե ուտեք եւ եթե խմեք, իմ մարմինը ուտեք եւ արյունը խմեք, Աստվածային կյանք կունենաք ձեր մեջ։ Ամեն։ Ում կյանքը կարող է քեզ այդքան թարմություն, այդքան էներգիա, այդքան զորություն բերել, եթե ոչ Աստվածային կյանքը։ Ամեն։ Բարձր ծափարին Հիսուսին։ Հալելույա։ Սա լուրջ արտահայտություն է եւ լուրջ հայտարարություն է, որի վրա կարելի է մտածել, եթե չուտես եւ չխմես իմ մարմինը, կյանք չես ունենալու քո մեջ։ Կֆիքսես սա քո մոտ։ Ահա, շատ լավ։ Մենք ուզում ենք հասկանանք ինչու՞ն այսքան շատ խիստ է կարծում եմ։ Խիստ է դրված, եթե չուտես ու եթե չխմես։ Դու պատկերացնես եկել ես այստեղ ծառայության, հենց հաղորդությունը սկսվեց գնացիր տուն։ Որովհետև զբաղված էիր, դու մի քիչ ես մի պատառ էիր եկե վերցնեիր ու գնացիր։ Ու ասում է, եթե չուտես եւ չխմես, առաջի բանը որ Հիսուսն ասում է, կյանք չես ունենա։ Մենք հասկացանք ինչ կյանքի մասին է խոսքը, աստվածային կյանք չես ունենա քո ներսում։ Երկրորդ բանն եմ ուզում նայենք։ Երկրորդ բանը։ Ասում է, բայց եթե ուտես եւ խմես, եթե ուտես նրա մարմինը եւ խմես նրա արյունը, հավիտենական կյանք ունես։ Հավիտենական կյանք ունես։ Ամեն։ Հավիտենական կյանք կունենաս։ Ասում է, եթե չուտես չխմես կյանք չես ունենա, հա?
Բայց եթե իմ արյունը խմես եւ իմ մարմինը ուտես, հավիտենական կյանք ունենաս։ Հավիտենական կյանքը կապվում է հաղորդության հետ։ Քանի մարդ այս բանը չէր նկատել, ազնվորեն թվասեր չեք նկատել, համարյա բոլորը։ Չգիտեմ քանիսները, որ մոտեցել եք հաղորդությանը, հենց այսպեսի մոտեցում եք ունեցել։ Ես ուտում եմ եւ խմում եմ, որ աստվածային կյանքը, լսել եք այս բառը ինձանից, շարժվի իմ ներսում, աստվածային կյանքը շարժվի իմ ներսում։ Գիտեք, երբ որ նա գալիս է կրակով, նա գալիս է զորությունով, հա, հալելույա, հաղորդությունն էլ ուրախությամբ ընդունեք։ Հաղորդություն կա ընդունում են, ոնց որ եկել են մեռլատուն, որ ասում է իմ հիշատակի համար մնում է մենակ դուդուկը ու մեր սիրտը լցված է։ Ես հաղորդություն ուրախությամբ եմ ընդունում, որովհետև իմ Տերը կենդանի է։ Ամեն, որովհետև ընդունելով նրա մարմինը եւ արյունը, ես աստվածային կյանք եմ ընդունում իմ մեջ։ Եվ ամեն անգամ ասում եմ, եթե նա կա իմ մեջ, ցանկացած հիվանդություն, ցանկացած տկարություն, պիտի պարտվի Հիսուսի առաջ։ Երբ պարտվում է, ամեն, հալելույա։ Ուրեմն ասում եմ, եթե մարդը հաղորդություն չընդունի, կյանք չի ունենա, երկրորդն էլ ասում եմ, եթե ընդունի, հավիտենական կյանք ունենա, եւ երրորդ բանը, որ հիմա ուզում եմ նայենք, հետեւյալն է։ Այս մի փուջուրը Հովհաննես Ավետարանի այս համարի մեջ ենք հլում ենք դեռ, բոլորս այստեղ ենք։ Նա կմնա քո մեջ եւ դու կմնաս նրա մեջ։ Ասում եմ, որովհետեւ յետին օրերում ես հարություն կտամ նրան, ու դու նորից կլինես նրա հետ, ու նա նորից կլինի քեզ հետ։ Ամեն։ Ես կարծում եմ, ես ոչ միայն նկատեցի, այլ նաև դու, որ գրված էր, եւ յետին օրերում նրա հարություն կտամ, այդպես բան կարդացինք, այո, կարդացինք, որ եթե ուտես կյանք կունենաս, եթե չուտես հավիտենական կյանք չես ունենա, եւ յետին օրերում, որ հարություն տամ, դու նորից միանալու ես ինձ, ես քո մեջ, դու իմ մեջ, ամեն, տեսեք ինչ կարևոր բան է հաղորդությունը, բայց ավելի կարևորը արժևում է, ավելի կարևորը արժևում է, այո, եւ այս ամբողջ ինչ որ խոսեցի, ոչ ավել, ոչ պակաս, սրա թեմատիկան է հաղորդությունը։ Ամեն, դեռ խոսում ենք հաղորդության մասին։ Հիմա, ես միգուցե այս հարցը տամ, կարող է ձեր մեջ կա մեկը, ում մեջ ծագեց հետևյալը, ինչ կյանքի մասին եք խոսում։ Ասում եմ, եթե ուտես, խմես, կյանք կունենաս, ես կրկնում եմ նորից, խոսքը երկրավոր կյանքի մասին չէ։ Գիտեք, բոլոր առաքյալները երևի երիտասարդ մահացան։ Բայց նրանք կարող էին գայթակղեն, ասեն, այս ինչ մեզի սովորացրեցիր, ասացիր, եթե ուտեք կյանք ունենաք, մենք մտածեցինք ամեն մեկս 200-ը խփելու ենք։ Դեռ 2000 տարի առաջ սնունդը լավ, օդը մաքուր, ալելույա, բայց շատերը երիտասարդ մահացան։ Ամենածերը, որ մահացել է, եղել է Հովհաննեսը։ Իր մահով էլ մահացավ Պատմոս կղզում, որտեղ բանտարկված էր Հիսուսի համար։ Հիմա խոսքը չի գնում երկրավոր կյանքի մասին, խնդրում չհիասթափվես, խոսքը գնում է քո հավիտենական կյանքի մասին։ Գիտեք, երկրավոր կյանքը ինչքան էլ ձգես դեղերով, սնունդով, դիետայով, առավոտ վեր կանաս, մարզվես, կուլտուրական նստես, կուլտուրական վեր կենաս, չափես կալորիաները, ո՞նց եք ապրում։ Ես կխելագարվեմ, կալորիաները չափես, ավել չլինի, պակաս չլինի եւ այլն։ Ուտես Աստվածաշունչն ասում է մարդիս կյանքի տարիները 70 են, զորությունով, այսինքն այդ կալորիաները չափելով, դիետայով, շաքարը չափենք, առավոտյան ճնշումը չափենք, տեղը տեղին, չվազես հանգարց, բայ բանը, արիթմիա բան կսկսվի մոտդ, տեղը տեղին որ ապրես, ասում է կձգես մի 10 տարի էլ ավել։ Զորությունով ասում է 10, զորությունով 80, բայց Մովսեսն է ասել, բայց ոչ մի տեղ չի գրված, որ ձգես շատ լավ ձգվելու է։ Երկար ապրելու ես։ Ոչ, երկրավոր կյանքը ժամանակավոր է եւ կարճ։ Այստեղ խոսքը Հիսուսը չէր խոսի կարճ, երկրավոր փաթող մարմնի մասին, նա խոսում է հավիտենական արժեքների մասին։ Ամեն, ալելույա։ Ես կրկին անգամ ուզում եմ անդրադառնալ այն մարդկանց, ովքեր ասում են մենք որ Աստծուն ճանաչում ենք, դուք որտեղ եք։ Գիտեք, ես ծնվածս օրվանից հավատացյալ եմ եղել, ասում են։ Ես ծնվածս օրվանից տեղը տեղին անհավատ եմ եղել։ Ես իմ կյանքում ինչ արել եմ 100%-ով։ Եղել եմ 100%-ով անհավատ, հետո դառա 100%-ով հավատացյալ։ 100%-ով մեղ գործեցի, 100%-ով էլ արդարացա։ Չեմ հիշում ինձ փոքր ժամանակ կարդալուց Դավիթի սաղմոսները, դες բան չեմ հիշում։ Ես անաստված ժամանակներում եմ ծնվել։
Ես սովետական միության, սովետական ժամանակների պրոդուկտ եմ։ Եթե սովետական, ուրեմն անաստվածության։ Ես չեմ հավատացել երբեք Աստծուն, երբեք։ Ես չեմ հավատացել Աստծուն եւ վերջ։ Բայց փառք եմ տալի Աստծուն, որ նա ինձ, как будет нормально наказал, паджեց, լավ паджեց ինձ։ Գիտեք ոնց паджեց, դարձի բերեց։ Շնորհակալ եմ Հիսուսին այդ սուրբ պատիժի համար, որ նա ինձ դարձի բերեց։ Եվ ասաց, ինչքան ժամանակ անհավատություն ես քարոզել, եւ ինչքան անհավատ ես եղել, մի 3 այդքան, դե ես եմ էդի հույս տալիս, որ 3 այդքան միայն հավատք եմ քարոզելու։ Ալելույա։ Ալելույա, փառք Տիրոջը։ Մենք հիշում ենք, որ հունվարի 5-ին Ոսկե գլոբուսի մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավարուհին հայտարարեց, որ մենք ապրում ենք եւ ամեն ինչ որ անում ենք եւ ինչին էր որ այսօր հասանք առանց նրա։ Հիշում եք։ Մենք դա արեցինք առանց նրա։ 88-ը Ոսկե գլոբուս մրցանակաբաշխությունը եղել է Աստծով եւ ով որ բարձացել է Աստծո անունն է տվել, բայց այս տարի 88-րդն էր եւ մենք ասում ենք դա արեցինք այս մրցանակաբաշխությունը առանց նրա դեռ 2 օր չեր անցել բոլոր նրանք ովքեր ծափահարեցին այդ անաստված կնոջ արտահայտությանը կրակը հրդեհը լափեց նրանց միլիոնանոց ունեցվածքները դու Աստծուց վախեցիր ամեն հալելույա ուզում եմ մի բան նայենք էկրանի վրա հենց մարդու հոգու, ուրեմն հենց մարդու հոգու վիճակն է, որ կորոշի կամ նրան կտանի դեպի հավիտենություն, կամ էլ կզրկի նրան հավիտենությունից։ Քո հոգևոր վիճակն է որոշելու, դու կլինես երկնքում թե չէ։ Ոչ մեկ չի կարող նպաստել քո փրկությանը։ Եվս մեկ բան, որ կխնդրենք մեր եղբայրը բարձրացնի էկրանի վրա եւ պատրաստի։ Եթե մարդը չի մասնակցում այս սուրբ հաղորդությանը, նա զրկվում է հոգևոր կյանքից։ Ես հələ ավելի կարևոր բաները թողել եմ վերջում։ Ես հələ փորձում եմ քեզ բերել այս պատգամի մեջ, հա։ Եթե մարդը չի մասնակցում հաղորդությանը, սուրբ հաղորդությանը, նա զրկվում է հոգևոր կյանքից։ Հավատամ սրան թե չէ։ Բայց եթե չհավատամ, Հովհաննես Ավետարանը ինձ օգնում է, որ հավատամ։ Ասում է, եթե ուտես ու խմես կյանք կունենաս հավիտենական, ու եթե չուտես ու չխմես, կյանք չես ունենա։ Եթե չուտես ու չխմես, ես չեմ լինի քո մեջ ու դու չես լինի իմ մեջ, եթե դու չես կարողացել արժեքավորես ինչ է նշանակում հաղորդությունը, ասում ես սա շատ վատ բան է քեզ համար, որտեղ այն անմիջականորեն հաղորդությունը արտացոլվում է քո հոգևոր կյանքի վրա։ Կարողացա բացատրեմ շատ լավ։ Այս փոքրիկ այս կարճ հատվածում այսքան կարևոր խորություններ տեսանք։ Ուրեմն ստացվում է այնպես, հա, որ դու հոգևորապես կախված ես այս վիճակից։ Այդպես է թե չէ։ Ես պետք է ընդունեմ հաղորդություն։ Ես պետք է այն ընդունեմ հավատքով։ Ես պետք է այն ընդունեմ սիրով։ Ես պետք է վազեմ, որ հանկարծ հաղորդությունը բաց չթողեմ։ Այսուհետև կվազեմ հաղորդությունը հանկարծ բաց չթողնեմ, որովհետև նա անմիջականորեն իմ հոգևոր կյանքի վրա է ազդում եւ ես կախված եմ այս հաղորդությունից։ Իմ հոգևոր կյանքը կախված է սրանից։ Շատ լավ։ Գիտեք, բայց մարդիկ կան, որ կարող են ամիսը մեկ անգամ հայտնվել այստեղ, ամիսը մի քանի ամիսը մեկ անգամ հայտնվել, հարցը մենակ այստեղ չէ, հարցը ուրիշ եկեղեցիներում է։ Գիտեք, մենակ այստեղ է, ուրիշ եկեղեցիներում ես ստատիստիկա եմ հավաքել, տարբեր եկեղեցիներից, բոլոր տեղերում էլ մարդը մնում է մարդ, առիթը մնում է առիթ, պատճառը մնում է պատճառ, որտեղ էլ ուզում է լինես, այո, որտեղ էլ ուզում է, որ եկեղեցում է լինես, այս վիճակը ամենտեղ գրանցվում է։ Մարդը կարող է գնալ ամիսներով, չկա, որտեղ ես։ Կարող է ունենալ բազմաթիվ պատճառաբանություններ, բայց գալիս է եւ ասում է, այսօր հաղորդություն ունեք, գիտես արդեն մի 6 ամիսը հաղորդություն չեմ եկալ է։ Ես ուզում եմ քեզ մի բան ասել։ Այստեղ ուզում եմ անպայման զգաստանալ, եթե դու ամիսներով հաղորդություն չես ընդունել, դու հոգևոր անառողջ հոգի ես։ Եթե մարդը կարող է, ասի ինչպես պետք է եկեղեցին, ինչպես պետք է, ինչպես են հաղորդավարը, մենք դա արեցինք առանց Աստծո, մենք բիզնես ունենք, մենք գործ ունենք, մենք հազարը մի բան ունենք, խնդրում եմ ինձ մի կցեք ձեր Հիսուսին, խնդրում եմ ձեր գովազդը մի կցեք ինձ, ես գիտեմ ես ինչ անեմ,
Ես ուզում եմ քեզ ասել, այսօր Տերը խոսում է ձեզ հետ։ Ամեն։ Նա մեզանից յուրաքանչյուրի հետ խոսում է։ Ամեն։ Յուրաքանչյուրիս հետ։ Հաղորդությունը անմիջականորեն կապված է քո հոգևոր կյանքի առավել եւս հավիտենության հետ։ Ուրեմն նշանակում է պետք է լինել չափից դուրս զգոն, դու չես կարող բաց թողել կարևոր ծառայությունները, հատկապես հաղորդությունը։ Այո, չես կարող, դու կախված ես։ Տեսեք, մեր կյանքը կախված է, նա անմիջականորեն կախված է քո հավիտենական կյանքի հետ կապված է։ Բայց մարդկա որ կարող է գնալ, ամիսներով հաղորդություն չվերցնել, ամիսներով եկեղեցում չլինել, թույլ տվեք սևին ասենք սև, սպիտակին սպիտակ կարելի է, թույլ տվեք ամեն ինչը իր անունով ասենք, դա հոգևոր անառողջ մարդ է։ Ես չեմ կարող առանց եկեղեցու, ես չեմ կարող։ Ես ուզում եմ մի մարդու անուն տալ այստեղ, որ անկախ իր դժվարություններին, անկախ իր բարդություններին, իր խնդիրներին եւ այն մարտահրավերներին, որ ունեցել եւ ունի էլ այսօր իր կյանքում, իրան կտոր հավաքում մեր Ռիփսի մեքուրը գալիս է եկեղեցին։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմեն բոլոր նրանք, ովքեր առողջ են, կարող են հանգիստ մնալ տունը, բայց ինքը գալիս է։ Թեկուզ ինքը ինձ ծառայության սկզբից մի բան ասեց, այդքան էլ չհավանեցի, բայց դա այդպես չէ։ Իրականում նա ունի Տիրոջը իր կյանքում, եւ իրականում այդ սերն է, ու այդ Տիրոջ ներկայությունն է, որ իրան քաշում բերում Աստծուն։ Ամեն։ Այնքան հանգիստ ինքը կարող էր մնալ ասել, ես լավ չեմ եւ մնար տանը, բայց թեկուզ թաց աչքերով, թեկուզ կոտրված սրտով, բայց ինքը գալիս է եկեղեցի։ Ու մենք գիտենք, որ անպայման սա իր կյանքից ընդմիշտ մաքրվելու է։ Ամեն, ալելույա, փառք Տիրոջը, Աստված նկատում է մեր բոլորին, Աստված նկատում է, գիտեք, սա դպրոց չէ, որտեղ ձեզ ներկա բացական են եղբայրներ եւ քույրեր, սա մանկապարտեզ չէ, որտեղ ասեն, բալիկ ջան, ես եկե, երեք օր ես եկե, տղա ջան, Կարապետյան Սամվել, ինչ էլ ազգանուն հիշեցի, Կարապետյան Սամվել ոտքի կանգնի, տղա ջան, որտեղ ես մի շաբաթա չես գալիս։ Սա դպրոց չէ, որ ներկա բացական ենք, մենք գործ ունենք Աստծո արքայության հետ։ Ես անցյալ Կիրակի հիշում եմ ինչ եմ ասել։ Ես հիշում եմ, որ ասել եմ մենք այսօր այս ծառայության մեջ ունենք այն պետության թագավորին, որտեղ տեղափոխվելու ենք որոշ ժամանակ անց հավիտենության մեջ։ Մենք ունենք այդ պետության թագավորին այստեղ։ Սա բարձր է միջին գաղափարից։ Սա բարձր է միջին հասկացողությունից։ Ամեն։ Պետք է հասկանալ, որ հաղորդությունը դա պատվեր է Տիրոջից եւ այս պատվերի խորությունը պետք է հասկանալ։ Քո հոգեվոր առողջությունը անմիջականորեն կապված է հաղորդություն ընդունելու հետ։ Ես մեկ այլ կարևոր ուրեմն եզրակացություն եմ ուզում անել, եթե մարդը կանոնավոր չի մասնակցում հաղորդությանը, ուզում եմ ես բառ անպայման ֆիքսես քո մոտ։ Եթե դու կանոնավոր լավ այս ամիս եկար, ձեզ ինչ է պետք, որ ես ամեն ամիս գամ հաղորդության, որ օրն եք անում հաղորդություն։ Հա ոնց որ նկատել եմ, դուք ամսվա առաջի օրն եք անում։ Ես լավ ամեն ամսվա առաջի օրը կգամ, այդտեղից բենեֆիտ բան կա, որտեղ ստե բենեֆիտը շատ են սիրում։ Ըստ որտեղ բենեֆիտ անդե հերթա։ Ալելույա։ Մենք բոլորս ապրում ենք Լոս Անջելեսում։ Այո, որտեղ բենեֆիտ անդե հերթա։ Ալելույա, բայց որ բենեֆիտներ հավիտենական կյանք, բայց շատ լավ բան է դա։ Ուրեմն հոգևոր կյանք, բենեֆիտներ, հավիտենական կյանք, աստվածային բանը, կյանք, բան շատ լավներ, ես հավանեցի ես կարոզ այս մասը։ Դուք ներեցեք ամսվա որ օրերին եք անում հաղորդություն, ամսվա առաջին ես անպայման կլինեմ։ Այդ բենեֆիտների մասին դուր եկե, ես կկցվեմ, կարող եմ ես կցվել, կկցվեմ։ Այդ եք ուզում այդ կանեմ։ Ապենց մի արա նա սրտեր քննողը։ Արի այստեղ, որովհետև դու նրա կարիքն ունես։ Արի այստեղ, որովհետև նա ջուրը տա։ Որովհետև նա քո հացն է, նա քո տուն ու տեղն է, նա քո հոգին է, նա քո կյանքն է, ամեն, ալելույա։ Սա նայենք այս մի բանը նայենք էկրանի վրա, աշխատում է, թե սա հավերժացել է, եթե մարդը չի մասնակցում սուրբ հաղորդությանը, նա զրկվում է հոգևոր կյանքից, հաջորդն եմ ուզում նայենք, Եթե մարդը կանոնավոր չի մասնակցում սուրբ հաղորդությանը, նա դեգրադացվում է։ Դեգրադացիա նշանակում է քայքայվել։ Քո հոգևոր անառողջությունը եղբայրս եւ քույրս սկսվելու է այսօրվանից։
Որորվանից, եթե դու որոշես չգալ եկեղեցի, ես աբսոլյուտն քեզ չեմ վախեցնում, Աստվածաշունչը ասում է սա, ես քեզ ընդամենը փոխանցում եմ, այո, եթե դու ավելի բարձր գտնես այն տեղերը, որը Կիրակի օրով փոխում ես ու գնում ես, ես ուզում եմ ասեմ, դեգրադացիան քայքայումը միանգամից չի սկսվում, նա process է, որը սկսում է կամանց, բայց տանում է անդամահատության։ Մենք տենում ես մարդու ոտքը սկսեց ինչ-որ մի բան, բարձացավ, սևացավ, այլևս փրկել հնարավոր չի, կտրում են։ Եթե դու չես կարողանում արժեքավորես ինչ է հաղորդությունը, որքան այն կարևոր է, որքան այն կապված է եւ որքանով դու կախված ես դրանից, քո կյանքում կսկսի հոգեվոր դեգրադացիա։ Դու կսկսես զգալ, որ դու հոգեվոր անառողջ մարդ ես։ Մեկ բան էլ նայենք, լավ թող մնամ, սրան հետո ես կանդրադառնամ, թեկուզ գրված է, բայց երևում է ձեզ։ Ես հավատում եմ, որ հոգևոր մարդը թույլ չի տա իր կյանքում ես դեգրադացիան։ Եթե դու արթուն մարդ ես, եթե դու արթուն միտք ունես, եթե առավել եւս որ այսօրվա պատգամը լսեցիր, դու թույլ չես տա, որ այդ դեգրադացիան սկսվի քո կյանքում։ Ամեն հոգևոր անառողջությունը գալիս է։ Հիմա դուք ասեք, ես քան ժամանակ շատ քարոզիչներ եմ լսել, որևէ մեկը հաղորդությունն այսքան կարևոր չի համարել։ Ես չեմ լսել հաղորդության մասին շատ պատգամներ, տենց է թե չէ։ Շատ հաղորդության մասին պատգամներ չեմ լսել։ Ով է այսքան կարևորացնում հաղորդությունը, որ դուք վերցրեցիք, այսիշ մեծ բան սարքեցիք, հաղորդությունն այսիշ կարևոր է, հավիտենական կյանքի հետ կապված է, նա կապված է աստվածային կյանքի հետ, նա սրա հետ, դեռ ինչի հետ է կապված, սպասիր։ Դու պատրաստ ես։ Հալելույա։ Շատ լավ։ Ես ուղղակի քեզ ուզում եմ կոչ անել, եթե դու նկատում ես, որ այսօր, այստեղ քո տան անդամները գալիս են ու չեն գալիս, կամ քո կողքին նստած եղբայր կար, քույր կար, որը երկար ժամանակ է չի գալիս, կամ ճանաչում ես մեկին, որ ուրիշ եկեղեցի է գնում, բայց հետո դադարել է ուրիշ եկեղեցի գնալուց, մի կանչիր քո եկեղեցին։ Ուղարկիր իրան իր եկեղեցին։ Ասա ինչու՞ չես գնում ձեր եկեղեցին։ Գնա, այսինքն խնդիրս նա է, որ ոչ թե ստեղ կանչես կամ ընդեղ ուղարկես, այլ օգնես, որ ինքը գնա դեպի Տերը։ Ամեն։ Ասա բա ձեր եկեղեցում հիմա հաղորդություն ա լինում, ձեր եկեղեցում կամ որ բա դու չես զգում Աստծո կարիքը։ Ես տանը կնստեմ կկարդամ, ես տանը կնստեմ կաղոթեմ, ես խնդրում եմ իմ մոտ էդ ինչ ասեք, որովհետև առաջի Հովանեսի թուղթը, որը օրվա խոսքն էր, մեզ մի բան ասեց։ Էդ ինչպես ես կարծում, որ եթե հավատում ես ու սիրում ես Աստծուն, բայց չես սիրում լինել Աստծո ժողովրդի մեջ, դա նորմալ երևույթ է։ Հիմա դուք կտեսնեք միտեղ, որ աբսոլյուտն դա նորմալ չէ, դա չափից դուրս անառողջ բան է։ Ես հավատում եմ Աստծուն, ես սիրում եմ Աստծուն, բայց ես չեմ սիրում Յուրիկ եղբորը։ Այս մարդուն չեմ սիրում։ Ինչ արես մարդը քեզ։ Չեմ սիրում իրան։ Այս օպերատորին չեմ սիրում։ Մովսես եղբորը չեմ սիրում։ Չի սիրում։ Այս քրոջը չեմ սիրում։ Սրան չեմ ուզում տեսնեմ։ Բայց դա Հիսուսին եմ սիրում։ Սիրում եմ Հիսուսին։ Սիրում եմ մեր տունը մնամ, հանգիստ, գլուխս կախ, իմ համար, գիրքս կարդամ, աղոթեմ, ոչ մեկ հետ, ոչ դնեմ, ոչ ֆեկալեմ։ Դու գիտես այնքան վտանգավոր ես, որպես բոմբ քեզ առանձնացնում ես ուրիշների, որ չպայթես ոչ մեկի վրա։ Բայց չի կարող այդպես բան լինել։ Ես չեմ կարող սիրել Հիսուսին եւ ատել իմ եղբայրներին եւ քույրերին։ Ես սարի աղոթքից իջել եմ ու բազելով եկել եմ որոշներին եմ զանգել, որոնց տեսել եմ այդ օր աղոթքի մեջ չկան, որոնք միշտ մեր թիմից են եղել, որովհետև ես չեմ ուզում, որ որևէ մեկի մատը փոշ մտնի։ Ես չեմ ուզում կորցնեմ որևէ քրոջ, որևէ եղբոր։ Ես այստեղ եկել եմ մեծ զոհ անելով, իմ ընտանիքը ամեն ինչ թողելով, որպեսզի ծառայեմ ձեզ, որպեսզի բարձրացնեմ եկեղեցին։ Եվ ես չեմ ուզում, որ որևէ մի հատ միավոր կլինի երեխաների մեջից, պատանիների, թե մեծերի մի հատ միավոր կորի։ Ես գիշերու ցերեկ Տիրոջ առաջ աղոթում եմ, որ որևէ մեկը չպակասի եկեղեցուց։ Ամեն, որևէ մեկը չկորի եկեղեցուց, որևէ մեկը չվնասվի եկեղեցուց։ Ամեն, Փառք Հիսուսին։ Շատ լավ։ Ուզում ասեմ, եթե այդպիսի մեկին ճանաչում ես, կխնդրեմ, որ անպայման գտնես նրան, մեսեջ ուղարկես, զանգես, անպայման վերադարձի եկեղեցի, ուր ես այսքան գիտեք դա հոգատարության ծառայություն է, ուր այսքան ժամանակ չկաս, վերադարձի եկեղեցի, կամ եթե ուրիշ տեղ գնում, իրան ասա գնա եկեղեցի, մի մնա տանը, լավ, անպայման սա արա։
Շատ լավ, գնանք առաջ երևի, եւ ես ուզում եմ մեկ կարևոր բան էլ նայենք, սա նայենք, հարաբերությունները լինում են առողջ կամ հիվանդ, քանդված կամ ամուր կառուցված։ Ինչու եմ ես այս մասին խոսում, որովհետև ուզում եմ քեզ ասեմ, հաղորդություն դա նշանակում է հարաբերություններ ունենալ Հիսուսի հետ։ Հաղորդություն չի նշանակում, բանը, այդ հացը թարմ է, որ տալիս եք, այդ գինի, սպիրտ չլինի, ես ալերգիա ունեմ, դեղ եմ խմում եւ այլն, այս կոմենկով, մի խոսքով, ամեն ինչն էլ այստեղ մաքուր է ավելին քան կարող ես պատկերացնել։ Հաղորդություն նշանակում է, ես ունենամ շփում Տիրոջ հետ, որովհետեւ երբ որ ես մասնակցում եմ հաղորդությանը, դա նշանակում է ես շփվում եմ Տիրոջ հետ։ Ես մասնակից եմ դառնում նրան, ես շփվում եմ, այո, իրականում հարաբերությունները լինում են, ամուսին-կին հարաբերություններ կան, ապրում են իրար հետ, բան չունեմ ասելու, բայց զգում ես, որ անառողջ հարաբերություններ են դրան, ապրում են, այս տարիքին հիմա ինչ վերկանամ եւ այլն, ապրում են, բայց անառողջ հարաբերություններ ունեն։ Ընկերներ կան, որ շփվում են իրար հետ, բայց անառողջ հարաբերություն ունեն։ Հավատացյալներ կան, որ կարող են գալ եկեղեցի եւ ունենան անառողջ հարաբերություններ եկեղեցու անդամների հետ։ Ես կասեմ, եթե դու եկեղեցու որևէ անդամի հետ ունես անառողջ հարաբերություն, դու ուղղակիորեն ունես անառողջ հարաբերություն Հիսուսի հետ։ Այո, անառողջ հարաբերություն ունես Հիսուսի հետ։ Դրա համար հարաբերությունները կամ լինում են առողջ, կամ հիվանդ, կամ ամուր, կամ փլված։ Միջին չկա, այո։ Իսկ հիմա ուզում եմ, որ դու տեսնես ինչ է նշանակում հաղորդություն բառը բնօրինակում հունարենում։ Խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձնես, նայիր էկրանին։ Հաղորդություն դա հունարեն բառ է, խնդրում եմ մի քիչ բացվի, հնարավորին չափ ավելի հաղորդություն հունարեն դա մետալիպսիս բառն է, որը ուշադիր նայեք, մետալիպսիս բառն է, որը նաև նշանակում է ունենալ մասնակցություն, ընդունում, սրա հոմանիշն է, ոչ թե հականիշը, այլ հոմանիշն է, կայնոնիա, եկեղեցում կա մարդ, որ կայնոնիա բառը ծանոթ է, ես այդ մասին խոսել եմ, պետք է ունենալ ինչ Սուրբ Հոգու կայնոնիա, հարաբերություններ, մտերմություն, դու չես կարող ձեր տանը քո ամուսնու հետ ապրել եւ չունենալ իր հետ մտերմություն եւ հարաբերություններ, դուք տմվորներ եք, տմվորներն են տենց իրար հետ ապրում, ձեզ մոտ ոնց են ասում roommate, այդպես ման կարող է լինի ամուսինները իրար հետ roommate-ով ապրեն, Տեր Հիսուս ողորմություն արա, այս աշխարհի վերջն է, roommate-ով են ապրում իրար հետ, կայնոնիա բառն է, որը նշանակում է հաղորդություն, հաղորդակցվել, եւ խարիսիա բառն է, նայեք, ափսոս որ այսպես է գրված, մի քիչ էլ ավեք մեծացնենք, մի քիչ եմ ուզեցել է ընդգծել, մի քիչ լավ չի երևում, ուրեմն Եվխարիսիա բառն է, որը նշանակում է երախտագիտություն, շնորհակալություն, հաղորդություն ընդունելուց դու երախտագիտության զգացումով լցվում ես, որովհետև գիտես, որ ուզում ես նրան ասել, դու մեռար, որ ես ապրեցի Տեր, դու մեռար, որ ես ապրեմ, հիմա ես հաղորդություն ընդունելուց, ես ակամայից հիշում եմ Գողգոթայի խաչը եւ այն չարչարանքները, որ դու տարել ես Տեր Հիսուս, որովհետեւ ամեն անգամ երբ հաղորդության եմ մասնակցում, հիշում եմ Տեր, որ դու իմ անօրենությունների, իմ մեղքերի եւ իմ հավիտենական կյանքի եւ ինձ հավիտենական դատաստանից ազատելու համար մեռար Հիսուս։ Ես երախտագիտությամբ եմ լցված, երախտապարտ եմ քեզ, ես գոհանում եմ, ես շնորհակալ եմ, Եվխարիսիա բառն է, հաղորդություն նշանակում է կայնոնիա, ես հաղորդակցվում եմ Աստծո հետ, որովհետև հաղորդություն նաև նշանակում է հետևյալը, հաջորդը նայենք, հաղորդություն նշանակում է, դա հայտարարություն է, որ դու ասում ես, լսեք ողջ աշխարհ, ես կախված եմ Հիսուսից, ամեն, ես կախված եմ նրանից, ամեն, ես ուզում եմ ասել, այստեղ նայիր, եթե Քրիստոսը համարվում է եկեղեցու գլուխը, եւ եկեղեցին համարվում է Քրիստոսի մարմինը, ապա ձեզանից ոչ մեկ չի կարող ասի ես սիրում եմ գլխին եւ որովհետեւ կայնոնիա
հաղորդություն կայնոնիա բառը նշանակում է գրկել մարմինն ամբողջությամբ։ Դու չես կարող գրկել միայն գլուխը եւ զզվել մարմնից։ Եթե դու վերցնես գլուխը գրկել, պիտի պարտադիր հպվես մարմնին, որովհետեւ որտեղ մարմինը գնում է գլուխն այնտեղ, եւ որտեղ գլուխն է գնում մարմինն այնտեղ։ Դրա համար հաղորդություն նշանակում է գրկել ամբողջ մարմինը, սիրել Քրիստոսին եւ սիրել նրա մարմինը, որն է եկեղեցին ամբողջովին։ Ամեն։ Ամեն։ Ես սիրում եմ Հիսուսին։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Տիրոջ հետ, բայց ես եկեղեցու ոչ մի անդամին չեմ ուզում տեսնեմ։ Չկա տենց բան, մի խափիր քեզ, որովհետև օրվա խոսքի մեջ, եթե մենք խնդրենք մեր եղբայրը օրվա խոսքը այստեղ մի հատ էլ բերի, ես ասացի, որ մենք նրան անպայման կանդրադառնանք։ Լսեք, նայենք այս մասը, եթե մեկը ասե, թե սիրում եմ Աստծուն եւ իր եղբայրը ատե, նա ստախոս է։ Ես խնդրում եմ այստեղից չգնաս այս բառերը մոռացած, չգնաս տուն այս բառերը մոռանաս։ Գրված է, եթե մեկն ասի սիրում եմ Աստծուն, բայց իր եղբորը եւ քրոջը ատե, դու ստախոս ես։ Դու ստախոս ես ասում, որովհետև նա ով որ իր եղբորը, որին տեսնում է, չի սիրում, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում։ Այս խոսքերը պատկանում են Տեր Հիսուսին։ Ամեն։ Սա ճշմարտություն է, թե ոչ։ Կայնոնիա, հաղորդություն եւ խարիսիա, երախտագիտություն, շնորհակալություն, կայնոնիա, գրկել մարմինը, որ մեկի հետ գրկախառնում ես, ասում ես ոտերը ձեռքերը թերացրու, գլուխդ մենակ առաջ բեր։ Դու ասենք սենց ես մեկին գրկում, թե գրկելուց սենց հավեսով գրկում ես, ամբողջը ջանով, ջիգարով, հավեսով, հա? Թե ասում ես գլուխդ միայն առաջ բեր, գլուխդ, որտեղ ես մարմնի հետ խնդիր ունեմ։ Մարմնից գայթա կղվում եմ։ Ասեք, որ տարօրինակ ենք մենք։ Շնորհակալություն Աստծուն, որ բացահայտում է մեր ներսի զանազան հետաքրքիր բաները։ Ուզում եմ մի հատ հարց տամ, եկեք հաջորդ բանը նայենք։ Միգուցե մեկի մեջ հարց առաջանա, ներեցեք, դուք շատ մեծ տեղ տվեցիք հաղորդությանը, լավ է, շատ ապրեք, լավ էլ տեղը տեղին պատգամ տվեցիք, բայց մենք կարող եմ ձեզ հարց տալ, ինչ հաճախականությամբ ընդունենք հաղորդությունը, որ բավարարի Աստծո պահանջներին։ Կարելի է իմանալ այդ մասին, ինչ հաճախականությամբ է պետք ընդունել։ Այստեղ Ամերիկայում հաղորդությունները անցնում են ամիսը մեկ անգամ։ Ամերիկայի եկեղեցիներում կլինի հայկական թե ամերիկյան եկեղեցիներ, հաղորդությունը ամիսը մեկ անգամ է։ Եկեղեցիներ կան, որ անում են, օրինակ, եկեղեցի կա, որ անում է տարին մեկ անգամ։ Զատիկից զատիկ։ Եկեղեցիներ կան, որ տնային խմբակներում ամեն շաբաթ անում են հաղորդություն։ Նկատում եք, որ էսի մի մոդել է, որը ոնց որ ճկուն լինի, հա, բայց ես կարծում եմ, որ Աստված անպայման այս հարցի պատասխան ունի, ինչպիսի հաճախականությամբ կարելի է ընդունել հաղորդությունը։ Ես ուզում եմ ասել, որ Աստվածաշնչում չի գրված կոնկրետ օր, ժամ, տարի, ամիս, շաբաթ եւ այլն, բայց կան մարդ այստեղ, որ մինչև այս պահը, սա է ասում սկզբից, ուշադիր եղի հարց եմ տալու, կան մարդ, որ մինչև այս պահը, որ լսած պատգամը, բարձրացրած համարներից որևէ միտեղ գլխի ինգա, որ Աստվածաշունչը ներկայացրել է, թե ինչ ձև պետք է հաղորդել։ Կամ մեկը այս արեք։ Ահա, չէ, ոնց է տեղում ենք ես։ Այսօր տեղում ենք, է։ Մի քանի հատ ձայն լսեցի։ Կամ մարդ, որ ավելի իմ կմոտեցնի, որ ասի, այո, ես լսեցի, ես կարդացի, այնտեղ օր ու ժամ չի գրված, բայց մի տեղը ձեր բարձրացած համարներից ես հստակ կարդացի, թե ինչ հաճախականությամբ կարելի է ընդունել հաղորդությունը։ Ոչ Հովհաննեսի մեջ էր, ոչ Կորինթացիների մեջ էր, ապա Գործք առաքելոց, որով սկսվեց պատգամը, եք միասին նայենք, որ զգանք, արդյոք մենք լսում ենք պատգամը։ Գործք առաքելոց եւ միշտ, ասա միշտ, գտի մեկին ասա միշտ, միշտ եւ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը, հաղորդությանը, հացի կտրելուն եւ աղոթքներին։ Այստեղից էլ եմ ուզում բան սովորացնեմ քեզ ցույց տալ։ Մի քանի բան է նշում,
որ նոր կտակարանյան եկեղեցին երբ որ բարձացավ, այսքան բանն է արել, գիտեք։ Սա է արել։ Ուրեմն, առաջին տեղը եք միասին նայենք էսին, եք միասին նայենք։ Եք միասին նայենք առաջի բանը։ Ասում է առաջինը խնդրում եմ մի հատ գործ կարող ելոցը գամ, ուշադիր նայեք, եթե դու եկեղեցի ես եկել, ես ուզում եմ որ դու ուշադիր իմանաս նոր կտակարանյան եկեղեցու մոդելը ինչպիսին է եղել, երբ առաքյալները բարձրացեցին եկեղեցին, ասում եմ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը, միշտ հետևում էին հաղորդությանը, սա այդ հաղորդությունը չի, որովհետև ձեզ մոտ անգլերենում գրված է fellowship հաղորդություն չի, հաղորդակցություն է, շփում, այո, բայց հետո գրված է հացի կտրելուն, սա 3, սա հաղորդությունն է, եւ 4 աղոթք, այսքան բանով է նոր կտակարանի առաջին եկեղեցի բարձրացել եւ սա է ուզում Տերը տեսնի այն եկեղեցուն, որին տանելու է արքայություն, ամեն, հիմա առաջի բանը եկեք նայենք, միշտ հետևում էին վարդապետությանը, նկատեցիք խոսքը դրված առաջի տեղում, որովհետև խոսքը համարվում է կենտրոնական զարկերակը եկեղեցու, վարդապետությունը, խոսքը դա կենտրոնական զարկերակն է, աորտան, կենտրոնական զարկերակն է, այո, որը եկեղեցում պահում է առողջ և կենդանին, առաջի տեղը դրեց խոսքը, միշտ հետևում էին վարդապետությանը, միշտ հետևում էին խոսքին, ինչու առաջի տեղը խոսքը, որովհետև հենց ինքն Աստված ասել, ես իմ խոսքը իմ անձից, ինձանից բարձր դասեցի, ուրեմն նա եղել ու կա ու կմնա հավիտյան առաջին տեղում, Աստծո խոսքը, ամեն, երկրորդ բանը, որը միշտ անում էին, գրված է, ունեին հաղորդակցություն իրար հետ, շփում, հա, ես Աստծուն փառք եմ տալիս, այնքան փառք եմ տալիս, որ այս տարի երկար տարիների իմ երազանքը վերջապես այս 2 ամիսների ընթացքում իրականացավ, вообще թե որ ավելի ճիշտ ասեմ, 1 ամսում իրականացավ, մենք հունվարին պատրաստվեցինք, ուսուցումը անցանք և փետրվարին բացեցինք 5 տնային խմբակ, 5-ը անցյալ շաբաթ է բացվել, տանք Աստծուն փառք սրա համար, ամեն, Փառք Հիսուսին, մենք 5 տնային խմբակ ունենք և 1 պատանեկան տնային խմբակ, ամեն, փառք Տիրոջը, սա ամենակարևոր բանն էր, որ մտավ եկեղեցի, բայց գիտեք սա ինչ է, սա այն է ինչից պետք է սկսի եկեղեցին, որովհետև ասում եմ միշտ շփման և հաղորդակցության մեջ էին և ես այստեղ ավելացրել եմ, դա տնային խմբակների մասին է, որովհետև նոր կտակարանյան եկեղեցիները չեն ունեցել շենք, չեն ունեցել բեմ, չեն ունեցել մեծ հավաքատեղեր, եկեղեցին կոչվել է տներում, տնային խմբակներ, որտեղ եղել են, դրանք կոչվել են փոքրիկ եկեղեցիներ, այո, որովհետև քրիստոնյաները Հիսուսի համբարձումից հետո մեծ հալածանքի էին ենթարկվել և փոքրիկ տներում 5 հոգով, 10 հոգով, 15 հոգով, տենց պատասպարվում էին, կարդում էին Աստծո խոսքը, միասին աղոթում էին, իրար հետ շփվում էին, հաց էին կտրում իրար հետ, միշտ գրված է սրտի անկեղծությամբ, ամեն, ուրեմն, ինչքան անհրաժեշտ է, եթե դու եկեղեցում չունես որևէ մեկի հետ շփում, քեզ հակառակորդը կարողացել է անջատել, լավ ձևով կարողացել է անջատել, ասեմ մի բան այս առիթով, եթե որևէ մեկին անջատում ես շփումից, հետո անջատելու է եկեղեցուց, ու եթե եկեղեցուց ինքը քեզ անջատի, քո գլուխը կտրելը իր համար ժամանակի հարց է լինելու, երբ կտրի ու ոնց, կարևորը որ գառն է գայլի բաժին դառնում, ով փարախից մոլորված է, ոչ մեկով որ գնում է եկեղեցուց, երբեք իրեն չի համարում մոլորված, համարում է ճիշտ է որ գնացել է, բայց եթե դու գնացել ես ու հայտնվել ես դրսում, քեզ տարել է մեկը, մի ոգի, որով ղեկավարվում է քո կյանքը, և դա այն հոգին չէ, որ ապրում է այստեղ, դա մի ուրիշ հոգի է, որովհետև մարմնից, գլխից, եթե մեկը աշխատել է ու քեզ կտրել է, դա Տերը չէ, դա դևն է, գլխի ինգի, այո, որքան կարևոր է,
անցնել ամբիցիաների վրայով եւ մնալ Աստծո տանը դատերը տեսնում է, մնալ նրա ոտքերի մոտ, ինչպես Մարիամը նախընտրեց նստել Հիսուսի ոտքերի մոտ, անկախ Մարթայի փրփրտոցին նստեց եւ սովորեց եւ Հիսուսը գովեց իրան, ասաց ինչ որ կերար մագա, Մարիամ, ինչ որ վերցրեցիր Մարիամ, այդ ամենը քեզանից չի առնվի։ Ամեն։ Երրորդը Բոլորդ նայեցիք մագային լավ արեցիք։ Գիտեք ինչու։ Որտեվ իրանից էլ չի վերցրվելու։ Որովհետև ինքը միշտ Աստծո տանն է եւ ունի ինքը պայքար լինելու այստեղ։ Շատ բաներ ոտնահարելով, ոտնակոխանելով։ Մենակ որ ծայրահեղ հիվանդալինում այդ ժամանակ չի գալիս։ Մնացած անգամներն այստեղ է եւ դա ողջունելի է։ Այսպեսին պիտի լինի զինվորը քրիստոնյա, այսպեսին պիտի լինի հոգեվոր առողջ մարդը։ Ամեն։ Մենք այսօր առավոտյան իրար հետ սիրով սուրճը խմել ենք, իրար հետ հավեսով աղոթել ենք, ճանապարհ ենք ընկել զրուցանելով, եկել ենք Աստծո տուն, ինչ հաճելի է այդ շփումը, ամեն։ Երրորդ բանը, ասում է հաց կտրելը, հաղորդությունը, որի մասին չեմ ուզում անդրադառնամ, ես արդեն այս մասին խոսեցի։ Հաց կտրելը, դա չի նշանակում սևիկրան բերեցինք, խորովածը դրեցինք, հաղորդություն են ունեցել, այո, միգուցե եւ ինչ որտեղ հացել են կերել իրար հետ, բայց սա խոսքը գնում է հաղորդության մասին, հաց կտրելու մասին, անընդհատ։ Եվ չորրորդ բանը դա աղոթքն է։ Ես ավարտում եմ իմ այսօրվա պատգամը, եւս մի քանի րոպե տվեք ինձ, եւ ես ավարտում եմ, եւ չորրորդ բանը աղոթքն է։ Քանի բան կարողացար վերցնես այս մի հատ փուչուրի կոնտեքստի մեջից։ Գործ կառաքելուց, երկրորդ գլուխ 42 խոսքում միշտ վարդապետությանն էին հետևում, միշտ հաղորդակցության մեջ էին, միշտ հաղորդություն էին ընդունում, միշտ աղոթվում էին։ Սա առողջ հոգևոր մարդ է, ամեն գեղեցիկ հոգևոր մարդ է, ամուր հոգև։ Եվ շատերը հարցնում եք ինչու եմ ես խնդիրներով, արդյոք այսպես ես կառուցել քեզ, Աստծո, այսպես հետևում ես աղոթքներին, ըստեղ ձայն բարբարո անապատյա։ Այդ աղոթքի անունը միտը խնդրում եմ։ Շատ ենք ուզում գան, վայ, ես դաժե ալարմ եմ դնում, ոնց ալարմը զանգում չեմ իմանում։ Բայց ինչ որն ես քնում, մի քնի, քունը վտանգավոր բան է, քունը վտանգավոր բան է, Հիսուսը այդ քունը հանդիմանեց աշակերտների մեջ, ասելով մեկ ժամ էլ չկարողացաք արթուն մնալ, ասաց մի քնեք, արթուն կացեք, աղոթեք գարանտիայով, որ փորձանքի մեջ չընկնեք, ամեն անգամ մտնելուց ներքին սենյակ ասում եմ, 30 տարի է դա ասում եմ իրան, անգիր գիտեմ այդ նախադասությունը, ասում դու ասացիր, եթե աղոթեք, փորձանքի մեջ չեք ընկնի, ես եկել եմ աղոթելու, որ փորձանքի մեջ չընկնեմ, երբ որ ընկնում ես փորձանքի մեջ ու հետո ես աղոթում, շատ բարդ գործ է, բայց երբ որ աղոթում ես, աղոթքի ժամանակ փորձանքը հեռացնում է Տերը, քանի մարդ է հավատում, որ ինքը արքայության մարդ է, մի բան եմ ուզում ասել, որովհետև մի օր որ երկին գնաս, ժամանակների ավարտին իմ քույրս, իմ եղբայրս, քեզ հրեշտակներ են մոտենալու, եւ հրեշտակներից մեկն ասելու է, որ դու ծոմ էիր պահում, այն որ դու պայքարում էիր ու աղոթում էիր ու ծոմ էիր պահում, ես քո հետ էի, այն որ կռիվ էիր տալի ես հոգիների համար, ամուսնուդ երեխային, կնոջդ կամ մնացած ուրիշների համար, ես քո հետ էի։ Ես եմ այդ կռիվը քո հետ տարել, որ ճիշտ բաներ ասես սատանային, որ այդ ճիշտ բաների արդյունքում բաց թողի երեխեքիդ, բաց թողի ամուսնու, բաց թողի կնոջդ, ամեն։ Հետո մի հատ ուրիշ հրեշտակ է մոտենալու քեզ ասելու է, օ, դու մի ժամանակ մի պայքար ունեիր, ընտանիքի համար, ֆինանսների համար, առողջությանդ համար, կամ որևէ մի բանի համար, ես քո պայքարի մեջ քո հետ եմ եղել։ Եթե դու չես հանձնվել, դա նրանից է, որ ես քեզ զորացրել եմ, ինձ Հիսուսն է կամոտ ուղարկել։ Հալելույա, ինձ Հիսուսն է կամոտ ուղարկել, չես հասցնելու այդ շոկը ապրես մյուս հրեշտակն է գալու, երբ որ դու ֆինանսական դժվարություն ես ունեցել, ես տեսել եմ քո աղոթքը և դռներ եմ բացել, որ քեզ աշխատանքի կանչեն, ամեն, բայց երբ դու աղոթում էիր, ամեն, երեկ առավոտյան այնքան ցուրտ էր,
որ ես ուշ չէի կարողանում մեջս գտնեի, դուրս գայի, որ բերկանային աղոթելու, բայց մի կերպ ինձ հավաքեցի, ես մի տեսակ հանձնվող մարդ չեմ, մի կերպ հավաքեցի ինձ եւ դուրս եկա մեքենայից ու սկսեցինք աղոթել, դեռ չէր անցել 10 րոպե եւ Տերը սկսեց խոսել ինձ մի հրաշալի հայտնություն, որ երեկվանից իմ սիրտը բացել է։ Եկանք տուն, ներս մտա, որովհետեւ տեղ ունեինք հետո գնալու արագ, ներս մտա, որ փոխվեի, մի հատ էլ ներքին սենյակում խոսեց ինձ հետ եւ այդ ամենի համար պատասխանում է ինչ է։ Միանշանակ աղոթքը։ Հալելույա, փառք Տիրոջը։ Դու ինչ մի բան վերցրեցիր այսօր։ Շատ լավ, մեկ հարց եւ ավարտում ենք։ Կամ բաներ, որ դու անում ես ամեն օր։ Օրինակ ես մի այսպիսի բան բերեմ, օրինակ, եթե դու ամեն օր չլվացվես, կամ պարտադիր բաներ, որոնք անում ես ամեն օր, օրինակ պարտադիր լվացվում ես։ Ասում եմ իհարկե, ալելույա, իհարկե, ամեն օր պարտադիր լվացվում ենք, պարտադիր ատամներդ մաքրում ես, առավոտյան, երեկոյան, պարտադիր օրը կարող է հատկապես ամառվա շոգին 2 անգամ շաուր ունենաս, անում ես այդպես բան, չէ, այնպես եք նստած, ոնց անապատում եք դուք, ես էլ քաղաքակիրթ աշխարհից եմ կարոզում, ձեզ մոտ լինում է այդպես, որ շաուր, ալելույա, լինում է, փառք Տիրոջը, շատ լավ, ուրեմն լվացվում եք, ատամներ եք լվանում, իսկ լինում է, որ արդուկած գեղեցիկ շորերով լվացեք, անուշ Տերիչ լավ անուշ հոտեր կա, ես առաջի անգամ որ մտա Ամերիկա, ինձ հետ շատերը չհամաձայնվեցին, բայց ասել եմ ու ասում եմ, Ամերիկայից լավ հոտ է գալի, այրոպորտներից ամեն տեղից, ռեստրում բան շատ, լավ, տենց, լավ հոտ է, սաղ տեղերը փչած, լավ հոտերը դրած, լավ հոտ է գալիս, ինձ դուր է գալիս, հա, ամեն տեղ սիրուն, մաքրած, շատ մաքուր է, մաքրում են ամեն տեղ, հիմա դրսերի մասին չենք խոսում ենք այն տեղերում, որտեղ մարդիկ են լինում, մի խոսքով, ինչքան լավ հոտեր մոտեր կա ցանում եք ձեր վրա, մենք 3 քույրերով գնացել էինք առևտրի եւ մտանք կանայք օծանելիքի բաժինը, դա մի հատ ուրիշ պատմություն է, օծանելիքի բաժնում, դու ամենալավագույնն ես ընտրում այդ օծանելիքը, որտեղ ասում ես գնալու եմ ծառայության եւ հետին վրա ցանեմ։ Այս շորերն եմ հագնելու, Կիրակի օրը առավոտյան վեր ես կենում, ասում ես, «Օ, մի հատ շաուր ընդունեմ», լվացվում ես, լվանում ես քո ատամները, հագնում ես քո գեղեցիկ շորերը, կոշիկներդ կեղտոտ չես գալիս, պայուսակդ կեղտոտ չես գալի, մաքրում ես, որովհետեւ դրանք քեզ պետք են ոչ միայն եկեղեցի գալուց, ամեն օր աշխատանքի գնալուց, այո։ Բաներ, որ անում ես պարտադիր։ Օրեր առաջ ես տղայիս ասացի, անցյալ տարի եմ մեքենաս լվաց, ասաց, ինչ ասեմ մամա ջան, վատ ես արել, որ տենց ես արել, որտեվ եթե մի քանի ամիս էլ ձգես տարին կփակվի, երկրորդն էլ ավտոյիդ ներքը կեղտից կթափի։ Վազելով տարա հաջորդ օրը լվացի, որ այդ ամոթ երեսիցս անեմ, այնքան սիրուն էր ավտոն, մաքուր, սպիտակ, նստել էի, ասում էի, չկեղտոտ ես ավտոն, ինքս ինձ չկեղտոտ ես ավտոն, մենք սիրում ենք մեքենան մաքուր, տունը մաքուր, մեր վրա մաքուր եւ դա անում ենք ամեն անգամ։ Արդյոք ամեն անգամ այդ նույն հաճախականությամբ մտածում ես միշտ աղոթել, միշտ հաճախել եկեղեցի, միշտ հետևել վարդապետության, միշտ հետևել հաղորդակցությանը, միշտ հետևել հաղորդությանը, այո, սրա պատասխանը թողնում եմ քո վրա։ Երբ ոտքի կանգնենք։ Եղբայրներիս կխնդրեմ առաջ գամ։ Երբևիցե հարցրել ես ինչու են աշակերտները, Հիսուսի հետևորդները սա անում մշտապես։ Եվ ինչու ես պետք է անեմ սա մշտապես։ Միշտ գամ եկեղեցին, մասնակցեմ ծառայություններին եւ այլն, ինչու ես սա պետք է անեմ մշտապես։ Ես ուզում եմ քեզ բարձ նախադասություն մի հատ ասել։ Դա պետք է անես մեկ այն կարևոր պատճառով, որ չես ձգի կյանքի դժվարությունները առանց Հիսուսի։ Նրանք դա անում էին այն մեկ պարզ պատճառով, որ անհնարին էր այդ հալածանքների ու դժվարությունների ժամանակ, որ նրանք կրում էին հռոմեական կայսրության եւ հուդաիզմի հետևորդների կողմից, անհնարին էր այդ իրավիճակներին դիմակայել առանց շփման, առանց աղոթքի, առանց խոսքի, առանց հաղորդության։ Գիտեք որքան կարևոր է, որքան էլ դժվարություններ ունենաս տանը, խնդրում եմ տանն էլ դրանք թող, եւ արի այստեղ, քեզ այստեղ սպասող կա։
Ես ես ուզում եմ ասեմ ձեր բոլորին այստեղ սպասում են։ Մենք ձեր բոլորին սիրում ենք, ձեզ կարոտում ենք, ձեր համար աղոթում ենք, որ դուք ողջ եւ առողջ ամեն կիրակի լինեք այստեղ, եւ դուք ողջ եւ առողջ կիրակի օրեր այստեղ եք, որտեղ ձեզ համար աղոթում են, ամեն։ Բայց ես ուզում եմ, որ դու նաեւ մասնակից լինես եկեղեցու այս ծառայություններին, դու էլ ուրիշների համար աղոթես։ Մենք 5 շաբթի օրը, կանանց ծառայության օրը անպայման ունենալու ենք ծառայությունից հետո շփում իրար հետ, դա այնքան կարևոր է։ Դու կարիք ունես որևէ մեկի հետ կիսվելու, քեզ համար, ձեր մնացածի համար աղոթելու են ծառայողները, անպայման ինչ-որ մեկը մոտենալու է քեզ եւ ասելու է թույլ տուր քեզ համար աղոթեմ։ Լավ, որովհետեւ այդ օրը ոչ միայն պատգամս լսելու, այլ քեզ համար աղոթելու են։ Հրաշալի չէ արդյոք դա, որ ինչ-որ մեկը շամ եւ էներգիա է ծախսելու քեզ համար աղոթելու։ Հետո դրանից հետո գնալու ես հյուրասիրվես, հետո քեզ ասել են տուն չգնաս առանց մեր ուշադրությանը, ուրեմն արժանացած վերցրու ես փոքրիկ նվերը, սա գեղեցիկ չէ արդյոք, լինել Աստծո տանը։ Գիտեք, մարդիկ ասում են, ինչ լուր կա, ինչ կա չկա, ինչ լավ լուր կա։ Ես ուզում եմ քեզ ասեմ, աշխարհում մի անգամ է լավ լուր եղել 2000 տարի առաջ, երբ Աստված իր որդուն ուղարկեց այս աշխարհ, եկավ ավետարանը քարոզվեց, չարչարվեց, խաչվեց, հարություն առավ մեռելներից եւ համբարձվեց, այլ լավ լուր այս աշխարհից չսպասես։ Ամեն լավ լուր եղել է 2000 տարի առաջ։ Ամեն։ Այդ լավ լուրն է մեզ պահում այսօր այստեղ, որ հաղորդությունը դա շփվել է Տեր Հիսուսի հետ, դա շփվել է նրա ամբողջ մարմնի հետ եւ դա պարտադիր է, որովհետեւ հաղորդությունը ցույց է տալիս, ունես քո մեջ ծեր, եղբորդ քրոջը նկատմամբ, հաղորդությունը ցույց է տալիս քո հոգեվոր առողջ վիճակը, հաղորդությունը ցույց է տալիս, որքանով է քո կյանքը կախված, որքանով է քո կյանքը կախված Աստծուց։ Թե ես այսօր կարող եմ մասնակցել, հետո ստեսում ձեզ, երբ ազատ լինեմ, արդեն օրերը ֆիքսել եմ երբեք հաղորդություն անելու, կգամ, որ այդ բենեֆիտներին արժանանամ։ Հիսուսն ասաց, եթե ուտես եւ խմես, կյանք կունենաս, եթե չուտես ու չխմես, հավիտենական կյանք չես ունենա, եթե ուտես եւ խմես, դու կմնաս իմ մեջ, ես կմնամ քո մեջ, ամեն, եւ սրանք են այն կարևոր բենեֆիտները, որ չի վաճառվում ոչ միտեղ, որ չես կարող գնել ոչ միտեղ, ոչ մի վաստակած փողերով, ամեն։ Կա մարդ, որ այսօր ինչ-որ մի բան վերցրեց, գիտեք ինչ եմ ուզում, միգուցե եղբայրներիս շուտ կանչեցի ծանր չլինի իրանց ձեռքին սա, բայց եկեք, մենք ինչ-որ մի բան կերքենք հիմա, ես կարծում եմ մենք մի բան կերքենք, եկեք այս երկրպագության տակ, մի հատ աղոթք ենք անելու, հետո անցնելու ենք հաղորդությանը, հալելույա, փառք քեզ Հիսուս։ Hallelujah. Oh Jesus, amen. Hallelujah. Uzun orada nasıl olmuş? Amen. Jesus. Hallelujah, փառք ես Տեր։ Շնորհակալ ենք այսօրվա ծառայության համար Տեր։ Շնորհակալ ենք այսօրվա խոսքի համար Տեր։ Շնորհակալ եմ Տեր, որ առողջացնում ես մեզ Տեր։ Շնորհակալ եմ, որ վերանայում ես ամեն ինչ, հարմացնում ես Տեր։ Շնորհակալ եմ բոլոր ժողովրդի համար Տեր, որոնք այսօր այստեղ են Տեր։ Շնորհակալ եմ Տեր, բոլոր նրանց համար, ով վերջերս են եկել եւ միացել Արսիու հետ եկեղեցուն Տեր, հաստատես ամեն հոգուն այստեղ Տեր, հաստատես Տեր եւ կարողանա հասկանալ, որ մեր եկեղեցին վաղուց ի վեր որդեգրել է իր համար այս կարևոր բանը, միշտ հետևել խոսքին, միշտ լինել եկեղեցում, միշտ
սիրել, շփում ունենալ եկեղեցու քույրերի եւ եղբայրների, եկեղեցու համայնքի հետ եւ միշտ լինել աղոթքի մեջ։ Շնորհակալ ենք այս խոսքի համար, Տեր։ Շնորհակալ ենք, որովհետեւ գիտենք, որ հավատացյալի համար քրիստոնեական շփումը դա ամենաանհրաժեշտ բաներից մեկն է։ Գիտենք, որ Տեր, որ հաղորդության մեջ կա խորը եւ հզոր իմաստ, սա էլ իմացանք, ու հասկացանք, որ մենք կախված ենք նրանից, ու հասկացանք, որ մենք կյանքի դժվարությունները չենք կարող հաղթահարենք առանց քեզ, առանց քո խոսքի, առանց քրիստոնեական շփման, առանց հաղորդություն ընդունելու, եւ չի կարող մեր մեջ շարժվել աստծո կյանքը, եթե մինչև այսօր չեմ հասկացել, թե հաղորդություն կնշանակի հարաբերություն ունենալ Տիրոջ հետ, շփվել աստծո հետ, գրկել գլուխը ամբողջ մարմնի հետ, հայտնել քո երախտագիտությունը ու քո շնորհակալությունը առ Աստված։ Բայց այսօր իմացել եմ, հապվիր մեզ։ Հալելույա։ Բացված ճանապարհով Հալելույա, Տեր Հիսուս, ամեն օրնության երգով քո սուրբ նայանքով բացված ճանապարհով քայլում է մարդ օրնության երգով Հալելույա, Տեր Հիսուս Ինձուց դուր հաղթել, այս թեժ պայքարում, օրհնության երգով, ավարտին հասնել։ Հալելույա, ես ուզում եմ ցանկացածման, որ այստեղ կանգնած եմ այստեղ։ Ուզում եմ վերցնել ընդամենը 60 վայրկյան եւ կշարունակել այս երկրպագությունը, անես մի կարևոր բան։ Դա անելուց հետո Ես կմոտեցնեմ հաղորդությունը։ Ես ուզում եմ, եթե դու այս կետերի մեջ թերացել ես, միշտ աղոթել, միշտ հաղորդակցվել, միշտ խոսքին հետևել, միշտ հաց կտրելու մասնակցել, եթե դու զգում ես, որ ինչ-որ ձև քո սիրտը կտրվել է Աստծուց, կտրվել է եկեղեցուց, եթե ինչ-որտեղ բռնել ես, որ քո սիրտը վիրավորված է ինչ-որ մեկից, ապա ես խնդրում եմ վերցրու ես 60 վայրկյանները, այս մեկ րոպե Եվ խնդրում եմ այս ամբողջ աղձներ Հիսուսին, որ հետո մաքուր սրտով, առանց հանդիմանության հաղորդակցվես Տիրոջ հետ, րոպեներ հետո քեզ է սպասում այդ սուրբ կայնանիան եւ խարիսիան, ամեն, եւ ուզում եմ որ դու լինես օրհնված։